2026-ի աշխարհաքաղաքական տարին, որն սկսվեց հարևան Իրանում, բողոքի բազմահազարանոց ցույցեր, բախումներ, սպանվածներ, ԱՄՆ նախագահի արդեն բանավոր միջամտություն Թեհրան ներխուժելու նախազգուշացմամբ։ Դոնալդ Թրամփի համար տարին սկսվել է գլոբալ քաղաքական վերաձևավորումներով եւ իր խոստումների իրականացմամբ։ Դրանցից մեկն էլ Վենեսուելայի նախագահի ձերբակալությունն էր, թե ինչ կապ ունեն Իրանում եւ Վենեսուելայում ընթացող զարգացումները Սպիտակ տան ղեկավարի առաջիկա պլանների հետ եւ ինչ ազդեցություն կունենան դրանք։ Հենց Հայաստանի վրա փորձենք բացել փակագծերը։ Դեռ 5 տարի առաջ ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել էր Հարավային Կովկասում, իսկ ավելի կոնկրետ Իրանում արձանագրված իրադարձությունները, որ տեղի ունեցան 2025-ին, շարունակվում են 2026-ին տնտեսական քողի ներքո։ Եթե հանկարծ լիներ ներխուժում Իրան, ինչպես Իրաք կամ ինչ-որ ռմբակոծություններ, դա անկասկած կպայթեցներ իրավիճակը Հարավային Կովկասում։ Փախստականները կգնային դեպի հյուսիս, իսկ հյուսիսում Ադրբեջանն է, Հայաստանը եւ Վրաստանը։ Բոլորի վրայով կանցնեին եւ կրկին Ռուսաստանը ստիպված կլիներ փրկել Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին։ Ռուսաստանի համար սա շատ կարեւոր տարածաշրջան է։ Իրանին չի կարելի դիպչել, իսկ Թեհրանն էլ պետք է մեզնից ձեռք բերի ամենահզոր հոբ համակարգերը, փակի իր օդը, սահմանները, ռուսական նավատորմը պետք է լինի իրանական նավահանգիստներում, պետք է Իրано-ադրբեջանական սահմանին ցամաքային ռազմակայան ունենալ։ Համընկնում է, կասկածելի է։ Մոտավորապես նմանատիպ հայտարարություն ռուս էպատաժային քաղաքական գործիչը հնչեցրել էր Վենեսուելայի հասցեին, ընդգծելով այն միտքը, որ եթե Ռուսաստանը օգնած լիներ Թրամփին նախորդ ընտրությանը, ապա հստակ բաժանում արված կլիներ դեռ այն ժամանակ Վենեսուելան կանցներ Միացյալ Նահանգներին, Իրանը Ռուսաստանին, աշխարհի տիտանների Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ծավալապաշտական խաղը նոր փուլ է մտնում։ Եթե իրանական իշխանությունները կրակեն եւ դաժանորեն սպանեն խաղաղ ցուցարարներին, ինչպես դա իրենց սովորական պրակտիկան է, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության։ ԱՄՆ-ն լիակատար մարտական պատրաստվածության մեջ է եւ պատրաստ է գործել, իսկ Վենեսուելայի պարագայում այն, ինչ տեղի ունեցավ Մադուրոյի հետ, կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ։ Ինչի մասին են այս հայտարարությունները, հերթական ռազմական սցենարի, թե Վենեսուելայից հետո Թրամփի հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրանը։ Այս երկու հայտարարությունների հաջորդականությունը շատերի կողմից մեկնաբանվել է որպես ուղիղ ակնարկ այն մասին, թե Վենեսուելայից հետո Թրամփի հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրանը։ Լատինական Ամերիկան Թրամփի ընկալմամբ ԱՄՆ-ի անմիջական ազդեցության գոտին է, որտեղ Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում կոշտ միջամտության։ Վենեսուելան այդ շրջանակում ընկալվում է որպես թույլ եւ մեկուսացված պետություն, տնտեսական կոլապսի, սահմանափակ ռազմական կարողությունների եւ արտաքին անվտանգության իրական երաշխիքների բացակայության պայմաններում։ Իրանը, սակայն, բոլորովին այլ քաղաքական եւ աշխարհաքաղաքական քաշային կարգում է։ Այն ունի կայացած պետական համակարգ, բազմաշերտ ռազմական եւ անվտանգային կարողություններ, նաեւ տարածաշրջանային ազդեցության լայն եւ կայուն մեխանիզմներ։ Ամենակարևորն Իրանն այնպիսի պետություն է, որի շուրջ խաչվում են այլ գլոբալ ուժային կենտրոնների շահերը։ Չինաստանի եւ Ռուսաստանի համար Իրանը երկրորդական դերակատար չէ, այլ գլոբալ ուժային հավասարակշռության կարևոր հանգույց եւ նրա դեմ Միացյալ Նահանգների լայնամասշտաբ ռազմական գործողությունն անխուսափելիորեն կվերածվի ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ճգնաժամի անկախատեսելի հետևանքներով։ Իսկ Թրամփի արտաքին քաղաքական վարքագիծը ըստ քաղաքագետի հիմնված է ուժի ցուցադրման, կոշտ հայտարարությունների եւ մշտական ճնշման վրա, սակայն առանց այն սահմանը հատելու, որտեղ ռիսկերը դառնում են անկառավարելի։ Հետևաբար Վենեսուելայի եւ Իրանի միջև անցկացվող զուգահեռները կարող են արդյունավետ լինել քարոզչական դաշտում, սակայն չեն կարող հիմք հանդիսանալ իրատեսական ռազմաքաղաքական գնահատման համար։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը չի բացառում Հայաստանի ներգրավվածությունը աշխարհաքաղաքական արտակարգ իրավիճակներին։ Իրանում պատրաստվում է դասական ձևով պետական հեղաշրջում, ունավոր հեղափոխության եւ անջատողականության գործիքակազմով։ Փաստացի այդ գործողություններին մասնակցելու են Ադրբեջանը եւ Թուրքիան, չբացառելով նաեւ Հայաստանի ներգրավվածությունը։ Միլիոնավոր փախստականներ, ռազմական գործողություններ, ահաբեկչություններ, տարածքների օկուպացիա։ Մի խոսքով ավեր եւ կորուստներ։ Բարի գալուստ 2026 աշխարհի նոր վերաբաժանումը ընթացքի մեջ է։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերս եւս անպատրաստ էինք մեծ
ցնցումներին դիմակայելու եւ դրվեցինք զոհասեղանին։ Նույն սցենարը այսօր բախում է մեր դուռը։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի նախագահին առևանգելուն եւ գերեվարելուն, ապա այս գործողություններով ըստ փորձագետի Թրամփը ցանկանում է Ամերիկա մայրցամաքի բոլոր պետություններին վերցնել անմիջական վերահսկողության եւ կառավարման ներքո, առաջին հերթին Վենեսուելա, Կանադա, Մեքսիկա, Բրազիլիա։ Տիրանալ աշխարհի Վենեսուելայի նավթի ամենամեծ պաշարի վերջում Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակը իր նկատմամբ Չինաստանի տնտեսության առապելությունը չեզոքացնելն է դեպի Չինաստան գնացող Վենեսուելայի եւ Իրանի նավթային հոսքերը կանգնեցնելով կամ պակասեցնելով։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TB News։